Բարև ձեզ, մինչև հավաքվենք, ես այդտեղ կհասնեմ և ավելի հանգիստ պայմաններում կներկայացնեմ կխոսեմ որոշ քաղաքական իրադարձությունների մասին։ Այսօր քաղաքականությունը հետաքրքրում է շատերին, բայց նաև շատերը հասկանում են, որ Հայաստանում կոնկրետ չկա քաղաքականություն։ Մեր երկրում գործում է դիկտատուրա։ Եվ իհարկե Էջմիածնում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ մենք գնում ենք կրանափոխության։ Ես երբ որ խոսում էի այն մասին, որ սրանք կբերեն տարբեր ազգի ներկայացուցիչների, կբաժանեն անձնագրեր, երբ որ խոսում էի, որ լրացուցիչ անձնագրեր կբաժանեն տարբեր քաղաքների ներկայացուցիչների, տարբեր անհասկանալի հասցեներով բազմաթիվ մարդիկ կգրանցվեն, շատերը մատների արանքով են նայում այդ խնդրին, դե ինչ ասեմ, ձեր եփած բոշը ինքն էլ է կուտում, ուղղակի ցավոք սրտի դա ազդում է և իմ և իմ ընտանիքի վրա և իմ երկրի վրա, ու դրա պտուղները նաև ես եմ քաղելու։ Դրա համար էլ ցավով եմ նայում այս ամեն ինչին, բայց նաև հասկանում եմ, որ դիկտատուրայի դեմ միայն դիկտատուրան կարող է գործել։ Այս առումով շատ գրագետ գործ է կատարում մեր ձևով շարժումը, մասնավորապես իր ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։ Այո, իմ մշտական քննադատությունները տարբեր մարդկանց, անհատների և ուժերի նկատմամբ միշտ եղել են արդարացի, միշտ եղել են օբյեկտիվ և միշտ եղել են նպատակային, բայց պիտի նաև խոսենք այն ամենի մասին, ինչը սա մի վայրկյան, պիտի խոսենք այն ամենի մասին, ինչը լավ է, ինչը ճիշտ է, էլի ոչ թե գովելով, փնովելով, այլ ռեալ ցույց տալով իրականությունը և իրենց կատարած յուրաքանչյուր քայլի նպատակը։ Հիմա կկանգնացնեմ մեքենան, հեսա գնամ իմ տեղը մի քիչ յուրահատուկ տեղ է։ Եվ կխոսեմ այդ մասին։ Այս տղամարդիկ ինքան վատ են քշում։ Ասենք զայդնյով պարկով կանել ինչա, որ տենց դժվարանում ես։ Այս էլ մենք Okay, նորից ողջույն բոլորին և այսպես Հայաստանի Հանրապետությունում անկախ ընտրություններից այսօրվա դրությամբ գոյություն ունի երկու քաղաքական բևեռ։ Մի բևեռը դա նախկինների որոշ կտորներն ու Փաշինյան Նիկոլն են, ինչպես նաև իրեն հարող քաղաքական անձինք և խմբավորումները, որքան էլ որ այսօր
Այնտեղ Լուսավոր Հայաստան, չգիտեմ, Տիգրան Խզմալյան, Դանիել Հյուանիսյան, այս մարդիկ փորձում են ընդդիմություն ձևացնել, ձևանալ ու ասել իբր դեմ են Փաշինյանի քաղաքականության, ես դրան չեմ հավատում։ Մյուսը դա նոր ստեղծվող քաղաքական մարմիններն են, քաղաքական կառույցներն են, որոնք դեռևս այդպես ստեղծման փուլում են։ Եվ իհարկե այս երկու ուժերի մեջ չկա կոնսենսուս, այս երկու բևեռների մեջ չկա փոխհամաձայնություն, բայց այս երկու բևեռները շատ հետաքրքիր ձևով համագործակցում են իրենցից վեր գտնվող կառույցների հետ։ Մասնավորապես օրեր առաջ մեր ձևով շարժման թե համակարգող, թե ներկայացուցիչ, այդ շարժման դեմքը հանդիսացող Նարեկ Կարապետյանը իր Facebook-յան էջում գրել էր, որ հանդիպել է կրոնի ազատության մասին, կրոնի ազատության ինչ-որ հանձնաժողովի, թե կոմիտեի, թե կազմակերպության ղեկավարի, այստեղ եկել էին իրենք Երևան, հանդիպում են ունեցել, գնացել են իրենց գրասենյակ, եւ այստեղ նորից հիշում ու հասկանում ենք, որ իմ այն պնդումը, իմ այն համոզմունքը, այն հայտարարությունը, որ մեզ տանում են կրոնափոխության, իրականություն է, լավ, ես չգիտեմ իրականում մեր ժողովուրդը ապագայում ինչ կրոնի կպատկանի, դա մեր ժողովուրդը կորոշի, իր որոշելիքն է, բայց բնական է հասկանում ենք, որ եթե ժողովուրդը որոշող լիներ, ապա նրան ընտրության իրավունք չէին տա։ Սակայն այստեղ ինչու եմ ես կողմ, որ այդ ուժը կայանա, որովհետև ես ուզում եմ, որ Հայաստանը ղեկավարեն տեսած մարդիկ, այլ ոչ թե չտեսները, այս չտեսներից ազատվել է պետք, որովհետև սա սարսափելի մի իրավիճակ է, հա, որ չտեսած մարդու ձեռքին հանկարծ իշխանություն է հայտնվում, ինքը աջ ու ձախ փրթում է, ինքը մտածում է, որ միակ ապրելու իրավունք ունեցողը ինքն է, եւ մյուսները պետք է իրեն ծառայեն, իրեն քծնեն, իսկ դա շատ վատ տեղ է տանում։ Այլ բան է, որ այդ նույն մեր ձևով շարժումը պետք է շարժման համակարգողները, ղեկավարները, դրա հետևում կանգնած անձինք պետք է հասկանան, որ իրենց ձևով շարժման մեջ մտնելու են, մուտք են գործելու կերպարներ, ովքեր իրական չկայացած են, իրենց ապրածով չկայացած են, իրենց համոզմունքներով չկայացած են, հա, եւ պաշտոնի են ձգտում միմիայն, ու օրինակ միանշանակ այդ մարդիկ լինելու են, ես հեչ չէի ուզի, որ այդպես այստեղից ընդեղ թռած եւ իրենց անձնական քաղաքական համոզմունք չունեցող մարդիկ հայտնվեն իշխանության մեջ, բայց ցավոք սրտի դա լինելու է։ Ինչ վերաբերում է Փաշինյան Նիկոլի ու իր խունտայի պաշտոնավարմանը, ապա դա տևելու է եւս 1.5-2 տարի, ցավոք սրտի նորից այս ուզուրպացրած համակարգը հաղթելու է նոր ընտրություններում, հաղթելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատմամբ, եւ այստեղ ուզում եմ խոսել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին, ժողովուրդ ջան։ Հիմա մի հատ մեկը ինձ կասի, թե ինչներից է պետք այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եղել է արդյոք մի դեպք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ ազդեցություն կամ դերակատարում ունենա։ Ինչներիս է պետք է հանձնաժողովը, որ մենք մեր պետական բյուջեի հաշվին, մեր վճարած հարկերի հաշվին դրանց աշխատավարձ ենք վճարում, դրանց շենք շինության ու կոմունալ ծախսերի համար ենք վճարում։ Այդ գումարը կարար գնար մի նորմալ մարդու կյանքը փրկելու վիրահատության, ինչու ոչ մեկ, ինչու միայն մեկ, բազմաթիվ մարդկանց կյանքը փրկելու, առողջությունը վերականգնելու ուղղությամբ կարող էր գնալ։ Բայց մենք պահում ենք մեզ համար անհասկանալի գործունեություն ունեցող կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բացի այդ, չգիտեմ, այդտեղից ես դրանց կայքից մենակ օգտվում եմ, ասենք, որոշ քաղաքացիների հասցեներն իմանալու համար, երբ որ օրինակ նորմալ ասած չեն լինում, գրված չի լինում, պետք է իմանալ, մենակ այդ կայքից ես դա եմ տեսնում։ Մնացյալում, բայց դա կարա առանձին օրինակ գործող ինչ-որ կայք լինի կամ ընդհանրապես չլինի։ Ու ես էլ չբացեմ, չիմանամ։ Բայց
որևէ հանրօգուտ աշխատանքով կենտրոնական ընտրական հանձնարարությունը չի զբաղվում։ Այսքան ընտրախախտումներ են լինում, այսքան ընտրացուցակների մեջ կեղծիքներ են լինում, եղել են եւ նախկիների ժամանակ եւ ներկայում, դրան մասին բարձրաձայնվում է, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը մատը մատին չի տալիս, մի քայլ չի անում այդ ուրեմն խնդրը լուծելու համար։ Հետևաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը որ պիտի ինչ որ արձանագրի, որ օրինակ այս ընտրությունը կայացել է կամ չի կայացել երբեք չի։ Այս ընտրությունը կայացել է, այս ինչ մարդիկ ուրեմն անցել են ազգային ժողով կամ ավականի, այս ինչ մարդն էլ ընտրվել է վարչապետ, անգամ նա պաշտոնների նշանակելու բնական իրավասություն չունի։ Այդ ֆունկցիան ինչ որ պարբերաբար կատարող ինչ որ մի կառույց անընդհատ ամենօրյա կարելի ասել ռեժիմով եւ ամենամսյա հստակ գրաֆիկով բավական բարձր աշխատավարձով աշխատողներ է պահում։ Հետևաբար ես այս կնշեմ Փաշինյան Նիկոլին, ես Փաշինյան Նիկոլից պահանջում եմ լուծարել կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ անիմաստ կառույցը։ Երկրորդը ազգային անվտանգության ծառայությունը, որի մասին ես այդքան խոսում եմ, էլ ինչով է զբաղվում։ Անիմաստ գործունեությամբ, օրինակ գնացին այն օրը Նարեկին ու Սաղաթելյան Վազգենին, ձեռները ոլորեցին, տարան բաժին։ Դրանով կարա զբաղվի, ասենք 10 հոգանոց խմբից բաղկացած ինչ որ մի ոչ պետական կազմակերպություն, որը մրցույթի մասնակցի, տենդերը շահի ու նմանատիպ ինչ որ կամ թեկուզ իրանց խուլիգանական խունտաները կարող են դրանով զբաղվել եւ վարձատրվեն օրինակ Փաշինյան Նիկոլի անձնական գրպանից կամ Ալեն Սիմոնյանի անձնական գրպանից, ինչի պիտի ես կամ ձեզնից յուրաքանչյուրը նրանց հսկայական բյուջեն մեր գրպանից տրամատանք, կարա ինչ որ մեկը ինձ բացատրի։ Դրանով այդ գործով կարող են զբաղվել բարեկները, ովքեր ամբից չեն տարբերում, բայց ինձնից, ձեզնից շատ ավելի աշխատավարձ են ստանում։ Ինչի պիտի ազգային անվտանգության ծառայությունը, որը որ չի զբաղվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությամբ, բոլորովին չի զբաղվում բենզինի փոխծախսի, մեքենաների փոխծախսի, այդ սիրուն շենք շինությունը ուրեմն զբաղեցնի։ Ուզում եք համասանի շենքը վերցնել, տեղափոխել եւ այդտեղ հյուրանոց սարքել, խնդրեմ ազգային անվտանգության շենքում հյուրանոց սարքեք։ Հսկայական տարածքը, հսկայական ռեսուրսով վեցեք հյուրանոց սարքեք, բերեք մարդկանց Երևանը ցույց տվեք հենց քաղաքի կենտրոնում, ինչի պիտի համալսարանի շենքը վերցնեք ու հյուրանոց սարքեք։ Խնդրեմ Փաշինյան Նիկոլ, եւս մի պահանջ, փակում ես ազգային անվտանգության ծառայությունը։ Դա մեր պետության համար որևէ օգտակար գործողություն չկատարող ինչ որ մի հատ կառույց է, որին ես անձամբ իմ աշխատավարձից, իմ վճարած հարկերից աշխատավարձ եմ տալիս։ Մեկը դու չես օգտվում ուրեմն հայկական ազգանունով ազգային անվտանգության ծառայողների ինչ որ բաներից, դու առավել շատ իմ խորին համոզմամբ օգտվում ես թուրքական ինչ որ ծառայությունների, ադրբեջանական, անգլիական ծառայությունների, ուրեմն աշխատակիցների մատուցած ծառայություններից։ Այդ մարդիկ էլ ստանում են իրենց համապատասխան աշխատավարձը իրանց պետություններից, ինչի պետք է մենք հարկատուներս վճարենք դրանց փակում ենք ազգային անվտանգության ծառայությունը, այդ էլ մեզ պետք չի։ Ոստիկանությունը այսքան ժամանակ ես չեմ տեսել, բացի ցուցադրական մի քանի կադրից, որ ոստիկանությունը նորմալ հանցագործություններ բացահայտի։ Չի եղել, ոստիկանությունը չի զբաղվում թմրամիջոցներին ԱԱԾ-ն չի զբաղվում թմրամիջոցների շրջանառությամբ։ Հետևաբար ոստիկանությունը իր ՆԳՆ ղեկավար Գալյանով, եթե չեմ սխալվում, այդ աղջկա ազգանուն տենց է, չի կատարում իր վրա դրված գործառույթների, իրեն վերապահված պարտականություններ չի կատարում։ Հետևաբար ոստիկաններին նույնպես ոչ սոցփաթեթապետ տալ, ոչ առողջապահության ապահովագրություն պիտի իրանք ունենան, ոչ հանգստանալու իրավունք պիտի ունենան, ոչ այդքան մեքենաների բենզին մենք պիտի ծախսենք։ Իմ փոխարեն մի քիչ ոչ կուլտուրական մարդկանց լիներ, կասեր, թե նա ուր ուղարկել ոստիկանություն, ոստիկանական համակարգ եւ այդպիսի բազմաթիվ կառույցներ, ինչներից է պետք արտգործնախարարությունը, եթե պիտի կրկնեք թուրքական արտահայտություններն ու թուրքական ծրագրերը, ինչներիս է պետք դա։
Փակել արտգործնախարարությունը, այդ հսկայական ոչ մի ՕԳԳ չունեցող 0% ՕԳԳ ունեցող արտաքին գործերի նախարարություն, փակել այդ նախարարությունը։ Մնում են ուրեմն կրթության, սպորտը, ֆուտբոլը տեսան, ֆուտբոլի ֆեդերացիան ինչով ազբաղված, ինչի է ինքը պետական բյուջեից գումարներ տան, ինչ էլ որ ստանում է, ինչի պիտի ինքը արտոնությունը, ինչի պիտի ֆուտբոլիստները չծառայեն հայոց բանակում։ Հարց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին եւ Փաշինյան Նիկոլին։ Ինչու պիտի իրանք ազատվեն ծառայությունից եւ հողը մշակող գյուղացու երեխեն ավելի կարեւոր գործանում, որտեւ սնունդ է ստեղծում։ Իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլ հավաքականում կամ չգիտեմ որտեղ խաղացող երեխեն ընդամենը գնդակատշում ու 9-1 հաշվով պարտվում է։ Ինչի պիտի այն հողը մշակող, որ սնունդ պիտի ստեղծի, որ կով պիտի պայ, որ կաթից մածունը դուք ուտեք, այդ երեխեն գնա բանակ իրա ՕԳԳ բարձր ՕԳԳ-ով աշխատանքը թողնի, իսկ գնդակ տշողը ազատվի ուրեմն բանից։ Փակել սպորտի նախարարությունը։ Մշակույթ չեք թողել, հա, կամ ձեր մշակութաբաններին տեսնում ենք։ Ոնց են քանդում մեր մշակույթի կոթողները։ Տեսնում ենք ինչով եք զբաղված։ Ձեր կրթության նախարարություն տեսնում ենք ինչով է զբաղված։ Ինչի եք այն հրեշտակ Ժանա Անդրեասյանին ուզում աշխատանքից հեռացնել։ Լավ չի քանդում, վատ է քանդում, փակել ԿԳՄՍ-ն։ Հələ մի հատ հեսա տեսնեմ առողջապահության ապահովագրությունը, որ ներդրվի։ Դա ինչքանով է աշխատում, դա ոնց է աշխատում, եւ արդյոք մենք նոր սկանդալների մեջ չենք հայտնվելու ու նոր խնդիրների մեջ չենք խրվելու։ Ու հետո ասեմ, առողջապահության նախարարություն փակենք, թե պաշտոնյաներին փոփոխենք։ Մի կատաստրոֆիկ վիճակ եք ստեղծել, պետությունը սարքել եք ոտի տակի շոր, ու ստիպում եք, որ այստեղ աշխատող քաղաքացին, աշխատող մարդը հարկեր վճարի ու պաշտպանության նախարարություն, ինչով է զբաղված ձեր պաշտպանության նախարարությունը։ Ընդհանրապես ինչով է զբաղված ձեր ազգային ժողովը, ինչու պիտի մենք հարկատուներս վճարենք մեր վճարած հարկերից աշխատավարձ ու պարգևավճար ու գործուղման վճարներ տանք ազգային ժողովի դեպուտատներին, ովքեր Հայաստանի Հանրապետության համար ոչ մի օգտակար բան չեն անում, դիմադիր թե ընդդիմադիր։ Ուր եք հասցրել իմ երկիրը, որտեղ է իր օրենսդրական դաշտը, որտեղ են իր գործող օրենքները։ Չի գործում, ոչինչ չի գործում։ Հետևաբար սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովից ավարտած ազգային ժողով, բոլորին նա դրի բուկվի։ Բոլորին պետք չի վճարել հարկեր ու այդ հարկերից ես իմ ովքեր աշխատավարձ տան, թող այդ հարկերից ստեղծենք գործարաններ, ստեղծենք աշխատատեղեր, հասարակ մարդը գնա այդ աշխատատեղերում, աշխատի այդ գործարանում աշխատի, ստեղծի ինչ-որ արդյունք։ Թե չէ բերել եք, կապել եք պլաստմասաներին, չգիտեմ, արհեստական պլաստմասայից ուտելիքներ, որ մեր երեխեքի օրգանիզմը քայքայում է։ Չգիտեմ, էներգետիկ նապիտկներ, որ առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ, այդ ոնց է, որ որևէ պետական պատկան կառույց այս հարցով չի զբաղվում։ Էլի Մարինա Խաչատրյանը պիտի զբաղվի, ես չեմ հասկանում։ Էլ որտեղ ճղվեմ, էլ ինչով զբաղվեմ։ Ինչքան կարելի է ստիպել, պարտադրել, հա լավ, հոչ ես չեմ ուզում մուննատ գամ, հո ես չեմ ուզում վիրավորեմ, ինչու եք դուք դա ստիպում։ Ես այնքան գործ ունեմ անելու, այնքան հավես գործեր ունեմ անելու, այնքան օգուտ ունեմ տալու իմ շրջապատին, իմ ժողովրդին, իմ երկրին, որ ձեր ապուշություններով դուք ինձ անընդհատ շեղում եք։ Ավարտենք այնքան այն մտքով, որ այդ անպետք կառույցները նատրի բուկվի պետք է շուտապույտ ուղարկել եւ այդ հարցով հենց հիմա ես այս եթերով դիմում եմ Փաշինյան Նիկոլին փակել բոլոր վերոնշյալ կառույցները ես չեմ ուզում որ նրանք իմ վճարած եւ իմ հայրենակիցների վճարած հարկերից լումա անգամ ստանան